Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող այսօր և միշտ Աստծո օրհնությունները լցված լինեն մեր սրտերում և մեր տներում, թող մեր հոգիները լցվեն բարությամբ և ազնվությամբ, սիրելիներս, կրկին անգամ բարի լույս իմ թանկ հետևորդներ ջան, սիրելիներս, ինչպես դուք նկատել եք, որ ինձ մազերը հավաքած սազում է, որի համար շնորհակալություն եմ հայտնում և շատ զգացված եմ և ուրախ, որ նկատում եք ամեն ինչ։ Իսկ հիմա կապել եմ խոհանոցային գոգնոցս, ուզում եմ դնել ինձ համար սուրճ մի գավաթ, դուք էլ ձեզ համար, եթե ցանկություն ունեք ինձ հետ խմելու։ Գիտեմ, որ ունեք, դե եկեք միասին դնենք սուրճը և խոսենք ու միասին տեսնենք ինչ ենք անելու այսօր։ Մի բաժակ ջուրը լցնեմ սրճեփի մեջ, դնեմ գազօջախին, վառեմ հիմա գազօջախը։ Մեր տանը բնական գազ է, հարգելիներս, բալոնով չէ, վառեցի, իսկ հիմա ավելացնեմ սուրճը, Հայաստանից բերված սուրճ է, հարգելիներս, բայց ճիշտն ասած ես մեր Հայաստանի աղացած սուրճը չեմ սիրում, սիրում եմ ինքս բովեմ, ինչպես առաջներում բովում էինք և աղում էինք, հիմա չորացնեմ, ինչպես միշտ, բաժակս խոնավ չեմ սիրում, միշտ ասել եմ։ Առավոտյան բոլորը գնացել են գործի, երեխաները դասի, հավաքած, մաքրած, գեղեցիկ, մաքրությունդ երևում է և լավ ես զգում քեզ, երբ որ գեղեցիկ է, երբ որ կահավորված է, ասեք, որ ճիշտ է, տիկին Մարինե, պատրաստում ես հաճույքով, սուրճ ես խմում հաճույքով, ճիշտ է, այն կվարտիր անել այդպիսի մի ահռելի վիճակում չէր, բայց դե իհարկե քո սեփականը գեղեցիկ, հարմարավետ տան մեջ ավելի լավ ենք զգում մենք բոլորս, ովքեր չունեն, տա Աստված, որ ունենան, գիտեք սիրելիներս, դա մի ուրիշ հաճույք է, եթե օտար հողի մեջ ունենում ես քո սեփականությունը։ Հիմա սուրճը վերցնենք, գնանք նստենք և վայելենք միասին, արդեն եփեց, խնդրեմ։ Ասեմ, որ այս սրճեփից, որ եփում ես, չէ, այդ խշշոցը չի գալիս, իսկ մյուս սրճեփերի մեջ, որ եփում ես, այնպես մի ձայն է հանում և չեմ սիրում սերով կոֆե։ Առաջի բաժակն է, որ խմում եմ, այսօր դեռ չեմ խմել, որոշեցի, որ ձեզ հետ միասին խմել, բոլորը գնացին աշխատանքի, երեխաները դպրոց և շուտ են վերադառնալու, այսօր մեզ մոտ կարճ օր է, նախատոնական է, վաղը մայիսի 1-ն է, դրա համար դասերը քիչ են, շուտ են տուն գալու և մի 2-3 օր էլ այդ տոնական օրերին տանն են մնալու։ Այսօր որոշել եմ, հարգելիներ, սուրճ խմեմ, վերջացնեմ, այստեղ ունենք նաև ջրեր, ես մի հատ ջրով կխմեմ, սերկևիլի ջիր է, մի թեթև քաղցրություն ունի, այո, արդեն մնացել են քաղցր ջրերը, տեսեք, ես ինքս եմ պատրաստել սալորի ջիր, անգամ քաղցրությունը չի զգացվում, շատ թեթև եմ շաքարաջրի մեջ գեռացնում, չեմ թողում մնա գիշերը, շատ շաքարաջրի մեջ, ես մի թեթև հենց շաքարաջուրը եռացնում եմ, գցում մեջը հանում եմ և ընտիր է մնում և ոչ շատ քաղցր, Հայաստանից որ բերում են կամ ուղարկում են, չէ, ես էլ չեմ ուզում, գիտես ինչի, շատ մեղրի նման քաղցր, ոնց որ վարենի, մուրաբայի միջից հատիկը հանեն և վաճառեն, չեմ սիրում այդպիսի ջրեր, ոչ թե միայն ես, այլ ընտանիքիս անդամներն էլ, ինչքան հնարավոր է այստեղ պատրաստում եմ, որոշել եմ չորանոց գնել, այդ փոքր չորանոցներից և բոլոր ջրեր կպատրաստեմ, փառք Աստծու, հեշտ, հասարակ միջոց է,
էլեկտրականությունը կմիացնենք եւ կշարենք ու կչորացնենք ու կունենանք ամեն սեզոնի չրերից հարգելիներս սա էլ չրերի ջիրով կխմեմ շատ եմ սիրում սերկեֆիլը այվան համը բայց այստեղինը Հայաստանի նման չի ասեմ որ միշտ աշնանն եմ լինում Հայաստանում սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին այնտեղ էլ է լրիվ համը փոխվել գիտեք թե բանջարեղենը թե վարունգը պամիդորը թե մրգեղենը չգիտեմ առաջվային համ ու հոտը չկա սերկեֆիլը քաղում դնում ենք մոդա էր մի ժամանակ սերվանդի մեջ տելևիզորի վրա մի այնպիսի հոտ էր գալիս որ էլ ասելու չի Երիներս խմում եմ եւ ուզում եմ ձեզ իմ շնորհակալական խոսքը հայտնել շնորհակալ եմ բոլորիցդ իմ լավ հարազատ դարձած բարեկամներ ջան ձեր շնորհիվ է որ էջս բարձրանում է ձեր շնորհիվ է որ այսքան շուտ ժամանակում ես արդեն բավականին հետևորդներ բաժանորդներ ունեմ շնորհակալ եմ ձեզ Աստված միշտ ձեզ հետ առաջ Աստված հետո դուք ինչ գործեր որ կբռնեք թող Աստծո օրհնությունով լինի սիրելիներս բարին միշտ հաղթում է չարին չարը այս աշխարհում տեղ չունի չարություն պետք չի միշտ բարի լինենք միշտ հարգենք միշտ սիրենք իրար եթե չենք սիրում գոնե մի փոքր հարգանք ունենանք չէ որ բոլորս էլ Աստծո ստեղծագործություններն ենք Աստված է մեզ բոլորիս ստեղծել եւ կյանքը կարճ է չգիտենք վաղը ինչ կլինի սիրելիներս ավարտին հասցնեմ սուրճը եւ այսօր դրել եմ սոխը մաքրեմ մի քիչ մնացել էր ասեմ որ խնջուքի ժամանակ են բերել հարսից մայրիկ իրեն ջերմոցից իրենք էլ են ապրում Մոսկվայում համեմ եւ սոխ է բերել այդ ժամանակ մի քիչ դրեցինք սեղան մնացածը հիմա կմաքրեմ եւ նոր կսկսենք ապուրը մեր սպասը հիմա տեսնում եք սիրելիներս սա դնեմ մի կողմ ահա սա է դրել եմ պակետի մեջ սառնարանի մեջ ոչինչ չի եղել խնդրեմ հիմա սոխը մաքուր է այս սեղանի սփռոցը հռել եմ որպեսզի չփչացնեմ սեղանը ակնոցներս դնեմ տեսնում եք այստեղ մեր հողամասի ասել եմ չէ դեռ մի քիչ էլ ունեմ քաղած թարխուն է այստեղ մառոլ է սալատ պատրաստեցինք 3 աղցան արագի մեջ ես պարկած էի ճիշտն ասած ոտքերս ցավում էր այստեղ կանանչ պղպեղ է այստեղ մեր մաղադանոցն էս այսպես դասավորել եմ հիմա հարգելիներս շատ լավ է մնում այս ամանի մեջ ասել եմ ձեզ սա մի կողմ դնեմ սոխը մաքրեմ մաքրած է ուղակի նորից ստուգենք չէ որ քանի օր է մնացել է այսպես կմաքրեմ պոչերը կկտրեմ կլվանամ կդնեմ ջրքանվի նոր տեղավորեմ այսօր ցուրտ մեզ մոտ նորից կրկին անգամ անձրևոտ սրտոտ գիտեք ինչ չգիտեմ այս սացիլներս արդեն մեծացել են սպասում եմ այս 2 օրն էլ անցնի ու գոնե լոլիկները դնենք հողի մեջ անպայման պետք է այս տոներին դրվի ինչ անեմ թողնելով փչանում ես սիրելիներս ինձ հարցնում եք թե մոխիրը ջրեմ թե ոնց անենք տիկին Մարինե կարծեմ ջեմա բաժանորդուի ջեմա ջան չեմ հիշում ջեմա թե Ժաննա կներեք դե բոլորին չեմ հիշում բոլորից սիրում եմ հավասարա փոս եք անում ես բացատրում եմ բոլորիդ համար Փոսի մեջ լցնում եք 2-3 ճաշի գթալ մոխիր, պետք է մոխիրը շատ մանր լինի, պուդրյային նման այսպեսի մոխիր լինի, շաքարի պուդրի նման,
Մոխիրը լցրեցիք փոսի մեջ, լցնում եք մի քիչ հող, եթե տորֆ ունեք, տորֆ, եթե չէ սովորական հող։ Հողը վրա լցնում եք լավ ջուր, այնքան ջուր, որ այս ջուրը ոնց է շատ, հողը որ հագենա։ Ջուրը թողում եք քաշում է, արդեն մնում է ցեխը։ Սածիլը տնկում եք այդ ցեխի մեջ, կողքերը հավաքում եք, եթե շատ ցեխոտ է, հող եք լցնում։ Հողը լցրեցիք, ծածկեցիք ու չեք ջրում 2-3 օր, որովհետև թաց է, չէ, շատ ենք ջրել։ Ու նոր տեսնում եք, եթե չոր է, 2-3 օր հետո սկսում եք ջրել, ասեն, որ շուշուտ չեք ջրում։ Պետք է 2 անգամ ջրելուց հետո թողնեք լավ կանաչի, հիմա իմ սածիլները մի քիչ դեղնավուն են, որովհետև ներսը օդ չկա, պետք է արդեն ջերմոցում լիներ, հարգելիներ, այսքանը, ես ընթացքում սածիլները տնկելու ժամանակ մանրամասը ձեզ ցույց կտամ, չմտածեք հարազատները, բարեկամներս, սա էլ համելն է, նորից մաքրել է խնամիս, բայց մի հատ կնայեմ դեղին տերևները կհանեմ, կլվանամ և սպասի մեջ և նենց կուտենք։ Հիմա մաքրեցինք միասին, ցույց տվեցի, մաքրելու բաներ չկար, մաքուր էր, մի քիչ հողոտ է, դրա համար շատ լավ մնացել է, անգամ տերևները չեն դեղնել, շաբաթ օրվանից տեսեք, արդեն 3-րդ օրն է, ընդհանրապես համեմը մանավանդ և կոտեմը շուտ են դեղնում։ Հիմա կլվանամ առանց ձեզ կադրից դուրս, որովհետև գիտենք, թե ինչպես են լվանում բոլորը կանաչին։ Հետո միասին կպատրաստենք սպասը։ Սիրելիներս, խմեցի հաճույքով ձեզ հետ սուրճը մի գավաթ, դուք էլ ինձ հետ, շնորհակալական խոսքս ուզում եմ նորից ասել, շնորհակալ եմ բոլորիցդ, մեր տան արարողության բացման համար, լավ գրառումների, ձեր բարի կամեցողության համար, Մարինեից ծննդյան օրը շնորհավորելու համար, անչափ անսահման շնորհակալ եմ, բարին ձեզ սիրելիներս, գիտեք ինչքան ուրախացել եմ, ճիշտ է, դասընկերները փոքրիկ նվեր, դե երեխա են, դրա կարիքն էլ չկար, բայց դա էլ մի հարգանք է, դասարանցիները, որ իրար հետ սերով են, ասեն, որ դասարանում հայտ չկա, բոլորը ռուս են և մեկ հատ ուզբեջկա ունենք, բոլորն էլ երեխաներ են, բոլորն էլ մարդ են, սիրելիներս, մենք տարբերություն չենք դնում ազգերի մեջ, լիճբը ես չեմ դնում, երեկոյան եկան, նստեցին, երեխաները 3 հոգին ուրախացան, Մարինք ասել ուրախացավ և գնացին։ Ես կանաչին կլվանամ, սպասը միասին կեփենք, հետո որ շաբաթ օրը մեր բարեկամներով ենք հավաքված մեր տան արարողության համար, դե բոլորին չկարողացամ հրավիրել հարևաններին, Կիրակի օր հրավիրված էին մեր հարևանները մեր կողմից, հրավիրել ենք, եկան նորից նստեցինք, ուրախացանք, նկարվանք և ես նորից արդեն շաբաթ օրվա խաշլաման չէր մնացել, մի 2 կտոր էր, միասին ճաշ եփեցինք, իսկ Կիրակի օրվա խաշլամայից մի քիչ մնացել է, դա էլ ուզում եմ, ոչ ոք հիմա ասում են չենք ուտում, մի թեթև, շատ չէ, մի փոքր կարագով այսպես ժարիտ կանենք միասին, կդնեմ փլավների մեջ կամ ինչ-որ ճաշ։ Կանաչիները լվացի, դրել եմ ցանցի մեջ, թող ջրքանվի, խոհանոցային սրբիչով կչորացնեմ, կդնեմ ամանը և կտեղավորեմ սառնարան։ Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ հայկական խոհանոցի համեղ կերակուրներից մեկը սպասը, նույն ինքը ապուր, միտեղ ասում են թանապուր, ամեն մարզ, ամեն գյուղ իր անվանումն է տալիս, իսկ մեզ մոտ Արտաշատում մենք ասում ենք ապուր, ոչ թե սպաս, այլ ապուր, բաղադրիչներն են, ինձ մոտ կա մածուն, թթվասեր, ռուսական կեֆիրով եմ պատրաստելու, 1 հատ ձու, մեր ապուրի ձավարը, ալյուրը, հարիճը և գդալը, սիրելիներս, իսկ հիմա ես մածունը, նորից ոնց որ հայկական մածուն է,
Մերում եմ բավականի ժամանակ, եթե ճիշտը խոսենք, չեմ մերել։ Բավականին, տարուց ավել կլինի, բայց որոշել եմ արդեն ես իմ ձեռքով մերել։ Մածունը քիչ էր, հիմա կլցնեմ թթվասերը լրիվ։ Կլցնեմ կեֆիրը 3.2%-անոց է։ Ջուրը դրել եմ եռալու։ Այսօր սիրելիներս պատրաստելու եմ եռման ջրով։ Ես էլ արդեն երկրորդ անգամ եմ պատրաստում եռման ջրով։ Մենք միշտ պատրաստել ենք սառը ջրով եւ խառնել ենք մի լավ ճաշի գթալ, ահա, ալյուր, սա ձավարը, եւ կոտրելու եմ 1 հատ ձու։ Երկի հարիչով կհարեմ, կդարձնեմ միասեռ զանգված, որպեսզի բոլոր իրար հետ խառնվեն։ Եվ կավելացնեմ եռման ջուրը, քիչ-քիչ։ Ահա, բավականին խառնեցի։ Հիմա տանեմ գազօջախի մոտ, որպեսզի լցնեմ եռման ջուրը։ Ջուրը արդեն լավ եռում է։ Հիմա եռման ջուրը քիչ-քիչ կավելացնեմ։ Բոլորը չեմ լցնելու եւ կսկսեմ խառնել։ Հիմա ես կխառնեմ սիլիկոնե գթալով։ Այսպիսի գթալով կխառնեմ։ Նորից կավելացնեմ ջուր։ Միշտ սառը ջրով են պատրաստել մեր ծնողները, մենք լուցկու հատիկի են ծայրի մասը կտրում էինք, գցում էինք ապուրի մեջ, որ չկտրվի։ Խառնում էինք, մինչև եռա։ Իսկ այսպես երկրորդ անգամ է պատրաստում եմ, շատ լավ է ստացվում։ Խնդրեմ, տաք ջուրը մի կողմ դնեմ, բավական է ինձ թվում է։ Եվ միացնեմ, սա անջատեմ, դնեմ շորի վրա, տաք է, այստեղ միացնեմ գազի մեծ աչքը, միջին և դնեմ, ահա, գազօջախին, խնդրեմ, միացնում եմ, թող օդազը, լավ եռում է արդեն, տեսեք հարգելիքս, ինչ լավ, մի կտոր ասեցի ավելացել է խաշլաման, չեն ուտում երեխաները, ես էլ որոշեցի, որ մի թեթև գյուղի մեջ տապակեմ, պլավների մեջ, ճաշի մեջ կօգտագործեմ, գնել ենք այսպիսի կարակ, շատ լավ կարակ է, 82.5%, իսկական մաքուր կարակ է, անգամ կարող ենք գնել, մարգարինը դե, որ չենք ճարում, գնել այսպիսի յուղայնությամբ կարակը և գաթաների խմորը, մանավանդ շերտավոյ գաթայի խմորի համար, սա շատ լավ է, հիմա մի թեթև կտրտեմ, գազօջախը վառեմ և հալվի դանդաղ, ահա, հալեմ, մի անգամից լրիվ չեմ լցնի, հիմա գազօջախը մի քիչ էլ դանդաղացնեմ, մի քիչ էլ ապուրը դանդաղացնեմ, հիմա բավականին արդեն եփել է ապուրը, ուզում եմ լցնել նեխուրը, սառցախցիկից եմ հանել, տեսեք ինչ ուժեղ է, եռում, դարձյալ ցածրացրեցի, բայց էլ դարձյալ ուժեղ է, նորից կամանցացնեմ,
Խնդրեմ, մեր հողամասի նեխուրն է, Արցախցիքից եմ հանել, գցեմ թող հետը եփի։ Այդ ընթացքում սոխներ կկտրտեմ եւ համեմներ, սոխը քիչ եմ արել մարինկայի պատճառով, շատ սոխով չի ուտում, թող սա իրեն համար եւ լցնելուց հետո մի հատ խառնեմ եւ դնեմ մսի կտորները հարգելիներից։ Քիչ եմ դնելու, թող լավ կարմրի, որը հնարավոր է ոսկորներն անջատել են, որը չէ, այդպես էլ ոսկորով թողել են, ոչինչ, փափուկները կանեմ, վերջում ոսկորովը։ Այդպես ոչ ճաշի մեջ են ուտում միս, ոչ չել միայն խորոված։ Լավ փլավ կպատրաստեմ հաճարով, ձավարով։ Ճաշել կարող ենք, գարվուրմային նման է լինում, ահա, թող սա։ Բերանը ծածկեմ, թող կարմրի։ Իսկ հիմա տեսնենք մեր ապուրի վիճակը ինչպես է։ Տեսնում եք, մի անուշ բույր է, դեռ միայն նեխուրն եմ լցրել, մի անուշ բույր է գալիս, թող ձավարը մի քիչ էլ եփի, նոր սոխը, նոր վերջում համեմն ու աղը կլցնի ձավարը, հիմա ուզում եմ լցնել արդեն սոխը քիչ եմ անելու մարիկայի պատճառով, շատ սոխ, որտեսավ կլոր կտրվում, երկու ընդամենը փոքր գլուխ, պետք է լրիվ հարգելիներս, եթե լցնեմ ափսել ապուրը իրեն ուտելու համար պետք է մեկ սոխերը հանեմ, պատկերացնում եք։ Հիմա ես միսը նայեմ, տեսնենք կարմրել է, շատ պետք չի որ, կարմրում է, տեսնում եք ինչ լավ է կստացվի, լավ կարակ է, ընտիր, միշտեր գնում ենք։ Ուղղակի ամեն ինչն է թանկացել, չես կարողանում հասցնես, այս փոքրիկները, փոքր կտորներն արդեն կարմրել են, շուռ կտամ, այնքան որ մի թեթև կարմրացնեմ, կներեմ ձեռքով, չէ, դեռ չի կարմրել, թող կարմրեն լավ։ Մինչև սոխը կտրտեմ կկարմրի։ Սիրում եմ, որ սոխը շատ է լինում, համեղ է լինում։ Սոխով ապուրը։ Օրինակ մայրիկս նանայով, ուրցով, դաղցով էին պատրաստում, էլը դուրներս գա, ես չէի սիրում ճիշտ ասած նանան, հետո մեր հայաթում հարգելիներս մի տեսակ խոտ կար երկար, մեկ բարեխ էինք ասում արտաշատցիներ, դա էլ էինք գցում։ Ինձ դուր է գալիս միայն եթե ճիշտը խոսենք նեխուրովը և համեմովը, համեմել այդքան շատ չեմ սիրում։ Այս հիվանդանալուց հետո, քովիդից, այս համեմն էլ դուրս չի գալի, կանանչ սոխն էլ դուրս չի գալիս, ոչ սոխը, ահա, մի քիչ։ Ապուր շատ ուժեղացնեմ, ապուր շատ է սիրում Մարինես, բայց դե տեսեք, որ սոխով չի սիրում, պետք է լրիվ մանրամասն իր ափսեից հանեմ, նոր ուտին, թող եփի մինչև համեմն էլ կկտրտեմ։ Խնդրեմ, թարմը համով վերևում համելով։
սիրում է սոխով և նեխուրու հետ։ Հիմա թող մի քիչ եփի սոխը, նոր կավելացնեմ համեմը։ Իսկ այստեղ արդեն պատրաստ է մեր կարագի մեջ տապակված միսը, հիմա հանեմ, ահա, տեսեք, լավ կարմրել է, խնդրեմ, լավ է, տեսնում եք, փոքրերը հանեմ, մեծերն էլ շուռ կտամ, 2 րոպեից, այս յուղն էլ կլցնեմ, ամուսինը շատ է սիրում լավաշով սոխով, կարծեմ բոլոր տղամարդիկ էլ սիրում են, չէ, լավաշը կա, սոխը կա, դուրուման են ուտեն, ահա, շատ չեմ ուզում, չենք պահելու, ձմռան համար չի, սա էլ շուռ տամ, սպասեք, այսպես անեմ, մեծ է, ոսկորոտ է, վախենում եմ թռնի դեմքիս, ահա, մի փոքրել սա կկա, ներջան, արդեն վերջ, անջատեցի, հիմա լցնեմ, տեսեք ինչ համեղ, անուշ, կանանչիներով հարուստ, ապուր եփեցի, սիրում եմ բաժակով, բայց այսօր այսպիսի ամանով կխմեմ գեղեցիկ, ապուրս կվայելեմ, հիմա սա հանեմ, տաք է, շատ տաք է, ապուրը սառի համտեսելու համար, ես կմաքրեմ գազօջախը, այսպիսի հատուկ շոր են գնել, շատ լավ մաքրում է, հիմա ես լվանամ, տաք ջրով, լավ քամեմ, մի հատ ջրի բիծ, մի հատ ոնց որ ասած լաքյա չի թողում սիրելիներս, այսպիսի հատուկ, այսպիսի մեբելի մաքրեցի, վերջացրեցի գազը, տեսեք ինչ լավ փայլում է, այս շորը շատ լավ ընտիր մաքրում է սիրելիներս, հիմա ապուրի կացամ, բերեմ դնեմ գազօջախի վրա, ահա դրեցի գազօջախի վրա, այս շուրջ բոլորս էլ կմաքրեմ նոր, արդեն կգնամ ամպուրը համտեսելու, սառած կլինի արդեն, տաք ջրով մի լավ լվանամ շորը, հարգելիներս, որպեսզի մաքրեմ, հետաքրքիր մատերիալ է, չգիտեմ ինչ է, սղլիկ է, սղլիկ չէ, փափուկ է, փափուկ չէ, ահա, լավ քամեմ, լավ քամվում է, այսպես, լավ մաքրեմ, այս կողմն էլ մաքրեմ, առավոտյան էլ եմ մաքրել, այս պատերը լրիվ մաքրել եմ հարգելիներս, մաքուր է, հիմա շոր թուղթն էլ լավ չորացնում է, այս շորը արտակարգ չորացնում է, բայց ինչպես իմ բնավորության համամայի պետք է անպայման վրայից գնամ, չորացնեմ, լավ սրբեմ, չորացնեմ, վերջացնեմ խոհանոցով աշխատանքս, այստեղից էլ ֆիլտրված ջուրն է գալիս, ճիշտն ասած ես չգիտեմ, հլը դեռ չենք միացրել, թե ոնց է միանում, չգիտեմ, միացրած է, ասեցին, որ միացրած է, բայց ես դեռ չեմ սովորել, սա էլ չորացնեմ, մաքուր, միասին կհամտեսենք, տեսնենք, ինչպիսի համ ունի, շատ համեղ է, ասեմ, որ ձավար է եփված, բոլոր բաղադրիչները եփված են, թե
նեխուրը, թե համեմը, սոխը, բոլորն էլ համեղ են, աղը տեղը։ Կարծեմ ապուրը բոլորն էլ սպասը սիրում են։ Սիրելիներս, անսահման սեր եմ մաղթում ձեզ։ Աստծո սերը ձեր օջախներից անպակաս էլի, Աստծո լույսը անպակաս լինի։ Սիրում եմ ձեզ, գրկում, համբյուրում եմ։ Բուր հազարավոր պաչիկներ, բոլորիդ։ Շնորհակալ եմ ձեր բարի գրառումների համար, կրկին անգամ։ Շատ զգացված եմ և ուրախ եմ, որ ունեմ ձեզ։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։ Համբյուրներ բոլորիդ։